Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք շատ հետաքրքիր հարցի մասին։ Եվրոպական միությունը ընդունել է մի փաստաթուղթ Եվրոպական խորհրդարանը եւ Եվրոպական խորհուրդը Եվրոպական միության, որը կոչվում է EU 2026-261 եւ ներառում է ռուսական գազի արգելում ընդհանրապես, այդ թվում խողովակաշարային գազի, ինչպես նաև հեղուկացված բնական գազի ամբողջությամբ գնում կամ Եվրոպական միության տարածքում հայտնվելու գործընթացներ է նաև արգելվում եւ դա պետք է տեղի ունենա մինչեւ 2027 թվականի աշունը եւ դրա համար տարբեր հետաքրքիր մեխանիզմներ է դրված այս փաստաթղթում, որոնք ուղղակիորեն վերաբերվում են Ադրբեջանին եւ Թուրքիային եւ նաեւ Ադրբեջանում արդեն ստեղծել են, այսպես ասեմ, զարմանալի մթնոլորտ եւ միջավայր, արդեն դժգոհության պատճառ է դարել, ուստի շատ հետաքրքիր է մեր համար, հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական գազի վաճառումը կարևոր մաս է ադրբեջանական տնտեսության եւ եվրոպական պետությունների հետ կապի, զուգահեռ դրա կային տարբեր տեղեկատվություններ նրա մասին, որ Ադրբեջանը կարող է օգնել է կամ օգնում է Ռուսաստանին իր գազը վաճառելու հարցում եւ նաեւ կա այսպիսի հարց, որ Հայաստանի տարածքով էլ ապագայում հնարավոր է անցնի գազատար, որը նաեւ կարա լինի ինչ-ինչ պատճառներով հայտնվի այդ սահմանափակումների տակ, եթե այդտեղ լինի ռուսական գազը, այսինքն պետք է այս հարցը հիմա մանրամասն ձեր հետ միասին ուսումնասիրել։ Առաջին հերթին պետք է ասեմ, որ անպայման բաժանորդագրվեք, դրեք լայքերը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ դրեք զանգակը, սա կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Եվրոպական միության որոշումով միջև գազ գա Եվրոպական միություն, պետությունները պետք է համոզված լինեն, որտեղից է այդ գազը հստակորեն, այլ ոչ թե միայն փաստաթղթերով։ Եվ փաստացի բոլորը պետք է նախորոք ունենան այսպիսի փաստաթղթեր եւ ստուգումներ, եւ դա պետք է բերի նրան, որ ուրեմն այս ժամանակահատվածում, այսինքն այստեղից մինչև 2027 թվականի աշունը 1.5 տարի է մոտավորապես, պետք է լինեն սահմանափակումներ, ուրեմն ամեն ամսվա համար այն գազի, որը կլինի գնված կոնկրետ Ռուսաստանից։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ նոր օրենք է ընդունվում, ըստ որի 5-7 օր նախորոք պետք է տեղյակ պայվի, ուրեմն փաստաթղթերը ստուգվի մինչև գազը գա Եվրոպական միության տարածք, այսինքն մոտավորապես մի շաբաթ ավելի շուտ Եվրոպական պետությունը հստակ պետք է գիտենա այդ գազի ուրեմն իրական ծագումի վայրը, դա շատ կարևոր է։ Բացի դրանից, այս նույն գործընթացը ներառում է ուրեմն հստակ ստուգումներ, որը պետք է ակնհայտ դարձնի այդ գազը ռուսական է, թե ռուսական չէ։ Եվ կարող է գազը, որը գալիս է իբրև ռուսական չէ, հայտնվի ի վերջում, որ ռուսական է, այսինքն դա վերաբերվում է նաև այն վայրերին, որտեղից որ այդ գազը արտադրվել է։ Եվ պետք է ասել, որ նաև խոսքին այն կետին, որտեղով թուրքական եւ բուլղարական գազային համակարգները իրար միանում են, այդ գազային համակարգով այդտեղով անցնում է ինչպես ադրբեջանական, այդպես էլ ռուսական գազի կարևոր մաս։ Եվ այսօր այդ գազը, եթե չկա ապացույցներ, որ ադրբեջանական է, համարվում է ռուսական։ Այսինքն Եվրոպական միությունը կասկածներ ունի, որ կարող է Ադրբեջանը այսպես թղթի վրա ցույց տա, որ ավելի շատ գազ է արտադրում, Ռուսաստանը մատակարարի այդ գազը, իսկ թղթի վրա գումարները ստանա Ադրբեջանը։ Եվ դրանից հետո արդեն փոխանցի այդ գումարները Ռուսաստանին եւ դրանով կստացվի, որ իբրև ադրբեջանական գազ է վաճառվել, բայց իրականում ռուսական։ Պետք է ասել, որ այս փաստաթղթով դժգոհ են Ադրբեջանում եւ Թուրքիայում, որովհետեւ դրա նաեւ ինչ-որ տրամաբանական պատճառ էլ կա։ Այս փաստաթուղթը ներառում է այն, որ ով 5 միլիարդ խորանարդ մետր գազից ավել է մատակարարել 2024 թվականին դեպի Եվրոպական միություն, այդ պետությունները անհրաժեշտություն չկա
բացի դրանից, որոնք ինքներն են արգելել ռուսական գազի մատակարարումներ կամ չունեն ենթակառուցվածքներ, որ այդ մատակարարումները տեղի ունենան, ապա այդ ստուգումները իրանց հանդեպ տեղի չի ունենալու։ Խոսք է գնում Միացյալ Նահանգների, Նորվեգիայի, Կատարի, Միացյալ Թագավորության, Ալժիրի եւ Նիգերիայի մասին։ Այս պետություններին, որոնք մատակարարում են այսպիսի քանակի գազ դեպի Եվրոպական միություն, չի լինելու սահմանափակումներ։ Սահմանափակումներ կլինեն փաստացի մնացած այս ցուցակում երկու պետության հանդեպ՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Եվ փաստացի 2025 թվականին նաև պետք է ասել, որ եվրոպական կարևոր պարբերականը Պոլիտիկոն տարբեր գաղտնի աղբյուրների վրա հղում անելով հայտարարել էր, որ Ադրբեջանը սկսել է կամ հնարավոր է, որ սկսի ռուսական գազի ուրեմն արտահանում դեպի Եվրոպա, թաքուն։ Եվ սա ստեղծել էր շատ ծանր միջավայր իրականում Բաքվում, եւ Բաքվի ուրեմն Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ սա ապատեղեկատվություն է եւ Ադրբեջանը 2024 թվականին գազ չի ներմուծել Ռուսաստանին, որ տեղի են ունեցել ուրեմն swap կոնտրակտները, որը ժամանակավոր գազի ներմուծում, հետո փոխանցում է տեղի ունենում եւ swap-ը չի կարելի համարել ինչպես ներմուծում։ Նախագահ Ալիևը սա նաև հայտարարել էր, որ ընդհանուր առումով սա fake է, կեղծիք է, եւ որ Ադրբեջանը արտահանում է մոտավորապես 25 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան, իսկ Ռուսաստանից ներմուծումը մոտավորապես 1 միլիարդի քանակով է տեղի ունենում։ Թուրքական իշխանական վերլուծական ԶԼՄ-ները նաև հայտարարում են, որ Թուրքիայում պետք է ձևավորվի այսպիսի գազի հաբ, որը հնարավորություն կտա խառնել իրար հետ ռուսական, ադրբեջանական եւ իրանական գազը եւ արդեն Եվրոպական միություն այս գազը պետք է արտահանվի ինչպես թուրքական գազ, հասկանում եք, կամ թուրքական blend, այսպես են կոչում, խառնուրդ թուրքական, այսինքն թուրքերը փորձել են ճակերտներում խելացի ճանապարհ գտնել, վեկալում ես մի քանի տարբեր պետությունից գազ, Իրանից գազ Եվրոպական միությունը չի գնում, Ռուսաստանից գազ չի գնում, Ադրբեջանից գնում է, խառնում ես այդ գազը իրար հետ եւ դրա արդյունքում ստանում ես թուրքական գազ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, հարգելի հայրենակիցներ։ Պետք է ասել, որ Nordic Monitor պարբերականը նաև նշել էր, որ Թուրքիան փաստացի սրանով ուզում է լուծել համ Եվրոպական միության խնդիրը գազի արտահանման եւ ներմուծման ուղղությունով, համ էլ իր սեփական տնտեսական խնդիրները։ Մի խոսքով ուզում է Ռեջեփ Տայիպ Էրդողանը երկու աթոռում նստելու քաղաքականությունը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական ուղղությունով է ծավալում, խոսքին համ ուզում է ՆԱՏՕ-ի անդամ լինել, համ իսլամական ՆԱՏՕ-ի անդամ, տեսեք, մենք խոսել ենք ձեր հետ միասին սրա մասին, բայց կարելի ասել Ռեջեփ Տայիպ Էրդողանը նաև ուզում է տնտեսական երկու աթոռի վրա նստել, համ լինել արևմուտքի հետ, համ լինել բռնապետական արևելյան այդ պետությունների հետ։ Եվ Բրյուսելում մտահոգված են, որովհետև կարծում են, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանի այս նախաձեռնությունը թուրքական բլենդի մասին փաստացի հնարավորություն է ստեղծելու Ադրբեջանի ուրեմն ռուսական գազը ուրեմն ինչ որ առումով ռեբրենդինգ անել եւ օգնել արտահանել եւ վաճառել, դրանով նաև իր օգուտներն է քաղելու։ Պետք է ասել նաև, որ Columbia University-ի կարևոր կենտրոնը էներգետիկ քաղաքականության մասին հայտարարել էր, որ ուրեմն միակ տարբերակը ուրեմն ռուսական գազի ուրեմն փաստացի փոխանցման եւ փոխարինման ինչ որ գործընթացը այս տարբերակում այս պահին միայն կարա Ադրբեջանը սա ապահովի, այսինքն կամ ուկրաինական տարածքով սա կգա դեպի Եվրոպա եւ swap տեղի կունենա մոտավորապես, այսինքն Ադրբեջանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքով իր գազը կմատակարարի դեպի Եվրոպա, այդ տարբերակներ կա եւ փաստաթղթով կարա նշվի, որ սա ադրբեջանական գազ է, բայց սրա փոխարեն կարա գա նորից ռուսական գազը, սա մեկ տարբերակ է եւ երկրորդ տարբերակը Թուրքիայի տարածքն է։
Եվրոպական միությունը իհարկե այս կարևոր հայտարարությունը ուրեմն հեղուկ գազի մասին, որ խոսք է գնում, ապա դա ուրեմն 2027 թվականի հունվարից պետք է ավարտվի Ռուսաստանից հեղուկ գազի գնումը, իսկ ուրեմն խողովակաշարային գազը սեպտեմբերի 2027 թվականին նաև պետք է ավարտվի, իսկ կարճաժամկետ պայմանագրերի համար 2026 թվականի ապրիլից, այսինքն հիմա նաև շուտով մի քանի ամսում դա պետք է ավարտվի։ Ստուգումները հետաքրքիր է, որ պետք է լինի ուրեմն 100%-անոց փաստաթղթեր եւ ուրեմն ապացույցներ։ Եթե այդպիսի ապացույցներ չկան, ապա փաստացի չի տեղի ունենա այդ գազի գնումը, ուզես դա լինի ադրբեջանական գազ, ուզես թուրքական, ինչպես ուզում ես անվանի, եթե չլինի հստակ։ Ռուսական գազի մատակարարումները սահմանափակվելու են, եւ եթե ռուսական գազի մատակարարման մասին է խոսքը, ապա մեկ ամիս շուտ պետք է տեղյակ պահեն եւ կքննարկի Եվրոպական միությունը, բայց չի գնի, եթե ոչ ռուսական գազի մասին է խոսքը, ապա 5 օր մոտավորապես, եւ փաստացի ասեմ ուղիղ, որ սա վերաբերվելու է հենց կոնկրետ Թուրքիան եւ Ադրբեջանին։ Թուրքիայով եւ Ադրբեջանում սրանով արդեն դժգոհ են, շատ են դժգոհ եւ զուգահեռ դրա հասկանում են, թե սա ինչ է նաեւ տեղի ունենալու սրանով։ Բացի դրանից Ռուսաստանում արդեն հաստատել են, որ այո, իրոք իրանք այսպիսի արդեն պատասխաններ ունեն եւ սա վերաբերվելու է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ոչ բոլոր պետություններն են Եվրոպական միության աջակցել այս ծրագիրը, այդ թվում Հունգարիան եւ Սլովակիան կարելի է ասել, որ հայտարարել են, որ սա չեղարկելու են կամ դիմելու են Եվրոպական դատարան այս հարցի շուրջ, բայց կարելի է ասել, որ չեմ կարծում, որ իրանց հաշվի առնեն, որովհետև իրանց պատճառով Եվրոպական միությունը չի պատրաստվում, որ խոչընդոտի եւ խանգարի այս կարևոր գործընթացին, որը մի կողմից հարված է հասցնելու հարգելի այնագիծը ռուսական տնտեսությանը, իսկ մենք մեկ ամիս առաջ տարվա սկզբին քննարկել էինք ձեր հետ Ռուսաստանի տնտեսության 2025 թվականի իրավիճակը եւ այն, որ բարդ է իրավիճակը եւ բարդանում է, այս որոշումը ասեմ ձեզ, որ իհարկե շատ լուրջ հարված է լինելու նաեւ Ռուսաստանի համար, եւ Ռուսաստանը հիմա ստիպված է լինելու գազի նոր ուղղություններ փնտրել, այդ ուղղությունները նավթը ավելի հեշտ է, գազի դեպքում բարդ է գտնել, որովհետև միանգամից չես կարող կառուցել նոր գազատար, իսկ եթե չես կառուցում, ապա գազի նաև հանքավայրը չես կարող փակել այսպես ուղղակի եւ ասել լավ, սպասենք ուրիշ ժամանակին։ Եվ սա բերելու է նրան, որ Ռուսաստանը պետք է Չինաստանի հետ նորից պայմանավորվի նոր գազատարի մասին, որտեղ որ Չինաստանը պահանջում է այնպիսի գներ եւ այնպիսի պայմաններ, որը Ռուսաստանի համար աննկարագրելի վատն են, բայց երևի տարբերակ չունենան ռուսները եւ համաձայնվեն նաեւ դրա վրա։ Ադրբեջանի ուրեմն ուղղությամբ նաև պետք է ասել, որ 2024 թվականի հոկտեմբերին Եվրոպական միությունը խորհրդարանում Եվրոպական միության ընդունել էր ուրեմն այսպիսի կարևոր փաստաթուղթ, որով կոչ էր արել, իսկ Եվրոպական խորհրդարանը կոչ անելու մակարդակով է միայն, որ սահմանափակվի Ադրբեջանից մատակարարումները գազի, որովհետև մեծ հավանականություն է, որ ռուսական գազ է Ադրբեջանը նաև ներմուծում եւ որ ուրեմն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև կան այդպիսի ռազմավարական հարաբերություններ այդ պահին։ Պետք է ասել նաև, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ասում են, որ այդ հարավային գազի միջանցք կոչված ծրագիրը, տապտանապը չունեն այս պահին կապ ուրեմն ռուսական գազի համակարգի հետ, բայց դա այդքան էլ այդպես չէ իրականում եւ կարելի է ասել, որ Turk Stream-ը, որը գոյություն ունի Ռուսաստանից դեպի Թուրքիա, տալիս է հնարավորություն, որ եթե Թուրքիան այդպիսի գազի hub ձևավորվի, ապա հետո blend տեղի ունենա, ինչը արդեն անվանվել է եւ միավորվի այդ հնարավորությունները։ Այո, 1 միլիարդ խորանարդ մետր Ադրբեջանի կողմից այդ գազի գնումները իրականում ուրեմն
չի կարելի ասել, որ շատ են 25 միլիարդի հետ համեմատ եւ ինչ Ադրբեջանը արտահանում է եւ սա ուղղակի նշանակում է, որ կամ մենք չունենք հստակ տվյալներ, որից է ռուսական գազը գալիս, կամ այդ ռուսական գազը կարա Թուրքիայի դեպքում ավելի ակտիվ լինի, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում այդ Turkish blend-ը տեղի ունենա, եւ Թուրքիան կարա հենց այս դերը խաղա եւ ակնհայտորեն Թուրքիան ավելի է դրա համար պատրաստվում, քան Ադրբեջանը։ Այսինքն Թուրքիայում ավելի հեշտ է դա կազմակերպել, մի քանի պետությունը գազ է ներմուծում, հետո խառնում ես, ասում ես սա թուրքական հաբից գազ է, եթե Ադրբեջանն է անում, ավելի բարդ է, ավելի իր համար, որովհետեւ հետևելը ավելի հեշտ է։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ սա ձևավորում է բարդ արդեն եւ նոր քաղաքականություն Թուրքիա եւ Ադրբեջանի հանդեպ գազի ոլորտում, ինչը Հայաստանին ուղղակի չի առնչվում, ոչ էլ Վրաստանին, որովհետեւ Վրաստանը տարանցիկ է, Հայաստանն էլ կարա տարանցիկ դառնա, բայց ընդհանուր առումով ասեմ ձեզ, որ Եվրոպական միությունը ստանում է այսպիսի գործիք նաև ազդեցության Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Իհարկե, սա ազդեցության գործիք է, հարգելի հայրենակիցներ, այսինքն սա ոչ միայն գազի ծագման մասին է։ Եթե պետք լինի, ապա փաստաթղթեր կգտնվեն, չեն գտնվի, քաղաքական ազդեցություն է, աշխարհաքաղաքական, այսինքն փաստացի Եվրոպական միությունը մեր երկու հարևան պետության հետ ստանում է այսպիսի ազդեցության գործիք եւ այդ ազդեցության գործիքի միջոցով, հարգելի հայրենակիցներ, Եվրոպական միությունը եւս մեկ ազդեցության լծակ է ստանում Թուրքիա եւ Ադրբեջանի վրա, ինչը նաեւ վերելու է դրան, որ մեր մերձացումը, նկատի ունեմ Հայաստանի եւ նկատի ունեմ նաեւ Վրաստանի, հուսով եմ, բայց Վրաստանը հիմա հակառակ ուղղությունով է շարժվում, ամեն դեպքում Հայաստանի մոտեցումը Եվրոպական միության հետ, այդ թվում ընդհանուր այդ անվտանգային գործընթացը, այդ թվում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, բացահայտորեն Եվրոպական միության ներդրումները, նույն Ադրբեջանի ուղղությունով եւ այլն, այդ ամենը, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի հանդեպ փոխեն իրենց կոնստրուկտիվ մոտեցումը, որը հիմա կա, նկատի ունեմ, որ առաջընթաց ունեն խաղաղության օրակարգում, ապա Եվրոպական միությունը ել ավելի մեծ լծակներ է ունենալու, իսկ Եվրոպական միությունը ֆինանսական առումով հսկայական գերտերություն է եւ Թուրքիան եւ Ադրբեջանը հատկապես շատ մեծ կախվածություն ունեն Եվրոպական միությունից, ուստի ակնհայտ է, որ մենք այստեղից շահելու ենք եւ Հայաստանի համար սա շատ օգտակար է, որովհետև կբերի էլ ավելի կարևոր դիրքերի Եվրոպական միության այս ուղղությունով։ Եվ ընդհանուր առումով պետք է ասել, որ Եվրոպական միությունը ուրեմն այս որոշումը, որ կայացրեց, Բաքվում դժգոհ են, Ադրբեջանը բացահայտ դժգոհ է սրանից, բայց կտրուկ քայլեր չի անելու եւ կարելի ասել, որ փաստացի տեսնում ենք փոփոխություններ Ադրբեջանի քաղաքականությունում, հեռանում է Ադրբեջանը Ռուսաստանից, թուրքմենական գազի ուղղությունով երևի ավելի շատ սկսեն աշխատել, տրանսկասպյան գազատարի հարցը վերադառնա նորից օրակարգ, իսկ Հայաստանի հետ նաև տարանցման հարցը կարա վերադառնա նորից օրակարգ եւ շարունակվի, իսկ ինչ վերաբերվում է ռուսական կողմին, ապա Ադրբեջանը կարա սահմանափակի այս բոլոր ուղղությունները, որ չկորցնի Եվրոպական միությունից այս կարևոր համագործակցությունը, որովհետև Եվրոպական միությունը նաև մեծ ներդրումներ է անում Ադրբեջանի ուրեմն արևային էներգետիկայի մեջ, այն նպատակով, որ էներգետիկան էլեկտրոկայանների ուրեմն այդ հոսանք արտադրող բաղադրիչը չեզոքացնի, նվազեցնի եւ դա փոխարինի արևային էլեկտրոէներգիայով նրա համար, որ այդ ջերմային էլեկտրակայանները իրանք մեծ մասամբ նաև գազով են կորցրում եւ այդ գազը նաև լինի օգտագործված ինչպես հենց հումք եւ արտահանվի դեպի Եվրոպական միություն։ Մի խոսքով թեման շատ հետաքրքիր է եւ շատ տեսնենք ինչպիսի զարգացումներ կունենա, կարևոր է իմ պատկերացումով, շատ կարևոր է հետևել այս թեմայի զարգացումին եւ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարա տեղի ունենա այստեղ փոփոխություններ եւ Թուրքիան հատկապես ինչ կանի, որովհետեւ Թուրքիան բացահայտ գնում է ռուսական գազը եւ աճեցնում է իրականում ռուսական գազի գնումները, այս թուրքական գազի հաբին եւ էներգետիկ հաբին եւ բլենդին թուրքական, որը այսպես անվանում է, պետք է հետևել, որ ավելի լավ հասկանանք ինչ կարա տեղի ունենալ եւ այո, իրոք այստեղ կարելի է ընդգծել, որ
Եվրոպական միությունը այսպես ավելի կոշտ հիմա դիրքորոշում ունի եւ սա մեզ օգնելու է։ Այստեղ կարան տարբեր հարցեր նաև լինեն օրակարգի մեջ, երբ Եվրոպական միությունը քաղաքական հարցերի շուրջ տնտեսական հարցեր էլ դնի, իր դիրքերը բանակցությունների սեղանում ավելի հզորանում են։ Իսկ հզորանալով Եվրոպական միության դիրքերը հզորանում են մեր դիրքերը, որովհետև Հայաստանը նաև ուզում է, ցանկանում է եւ ունի օրենք, որով ինտեգրում է նաև կազմակերպում դեպի Եվրոպական միություն, ինչը շատ կարևոր է։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, կհանդիպենք ստեսություն։